Սրբո և ողբույն Սրբո, ամեն։ Սիրելիներ, շնորհավորում եմ բոլորիդ նոր տարվա առիթով։ Ամեն ինչից առաջ թող տարեսկզբի այս աղոթքը ուղեկից լինի յուրաքանչյուր մեկից, որպեսզի ամբողջ տարին անցկացնենք այդ աղոթքի ոգով, աղոթքի ներկայությամբ և տրամադրությամբ։ Այսօրվա ավետարանի հատվածի մեջ հետևյալ պատմությունն է, որ դեռևս բոլորը գիտեն։ Մինչ Հիսուս դիշուրն էր դիտում, տեսավ մեծահարուստ մարդկանց, որոնք տաճարի գանձանակի մեջ իրենց նվերներն էին գցում։ Տեսավ նաև մի աղքատայրի կնոջ, որ երկու նումա գցեց գանձանակի մեջ։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. հաստատ իմացեք, որ այդ աղքատայրին բոլորից ավելի գցեց գանձանակի մեջ։ Մյուսներն ամենքն էլ իրենց ավելորդ գումարներից նվիրեցին Աստծուն, մինչ նա չնայած իր աղքատությանը, իր ամբողջ ալմուստը գցեց։ Սիրելիներ, այս պատմությունը բոլորիս ծանոթ է, այրի կնոջ նումայի պատմությունը։ Մեծահարուստ ինքը մարդիկ կային տաճարում, ովքեր նվերներ էին տալիս տաճարում, որովհետև այդ էր սովորությունը։ Երբ տաճար էին մտնում, պիտի մի բան նվիրաբերեին տաճարում։ Այդպիսին էր ամեն ինչ։ Մարդիկ բոլորը, ովքեր տաճար այցելում էին, իսկ տաճարը մեկն էր, միայն Երուսաղեմի տաճարն էր, պետք է անպայման նվիրատվություն անեին տաճարին, իրենց կողմից ինչ-որ մի բան թողնեին տաճարին։ Եվ ասում է, որ մեծահարուստ մարդիկ նվերներ էին տալիս տաճարին։ Սովորական մի դրվագ է սա։ Մեծահարուստ մարդ է գնացել է, իր այդ նվեր է տալի։ Ինչպես որ մենք շատ դեպքերում մի տեղ գնալիս, ասում են, որ նվեր տալի են դրես։ Բայց այս հայրիկինն էր կան, որ այդ սովորությանը ենթարկում էր տաճար մտնելիս մի բան պիտի նվիրեր ապայում, բայց բան չուներ նվիրել։ Եվ վերջինը ինչ որ ուներ, դա այդ երկու գուման էր, և ինքը տվեց նա տաճարը։ Ոչ թե նրա համար, որ այդ սովորությունը պահի, այլ ուզեց տա։ Նրանք մեծահարուստները սովորությունն էին պահում, դրա համար նվերներ էին տալիս, այրիկին իր ունեցվածքը տալիս։ Ուրեմն սիրելիներս մինչև խորհրդին անդրադառնալը նվիրատվության երկու տարբերակ է։ Մեկը նվեր, որ մեր ունեցածից մի բան առանձնացնում ենք և տալիս ենք, մյուսը մեր ունեցածն ենք տալիս։ Գիտենալով, որ այլևս մեզ բան չի մնալու, բայց դա տալիս ենք։ Ուրեմն այս երկու պահը պահեք ձեր մտքերի մեջ։ Եվ ասում է Տերը, ասում է, այս այրիկինը իր ամբողջ ունեցածը տվեց, և դրա համար ինքը շահեց, այն ինչ որ շահելի էր։ Հիմա, որ մարդկային աշխարհով ենք մտածում, հետևյալն ենք մտածում։ Եթե այս այրիկինը ուներ չուներ երկու դումա ուներ, և տարավ երկու դուման տվեց գանձանակին, հետո ինչով պիտի ապրել, հետո ինչ պիտի անել։ Եթե մենք մի քիչ գումար ունենք մեր գրմանը, սկսում ենք տնօրինել, այսքանը այստեղ կծախսենք, այսքանը նոր տարվա համար, այսքաններ մնա մինչև հունվարի վերջ հաջորդ աշխատավարձը ստանանք, կարողանանք ձերին հասցնել։ Այս այրիկինը մտնում է ու ինչ ունի տալիս է։ Հետո որ տաճարից գնաց ու խաղցեց, պիտի ուտելու բան չունենար, բայց արեց, տվեց, անձնուրաց տվեց, հասկանալով, որ իրեն այլևս պետք չէ տա, և տվեց Աստծուն։ Տարեմուտի այս շեմին սիրելիներս, մենք այս երկու կերպարներն ենք շատ դեպքերում լինում, տարվա ընթացքում, երբեմն մեծահարուստ ենք խաղում, երբեմն այրիկին ենք խաղում։ Մեծահարուստ ենք խաղում, երբ մտածում ենք, որ այսքանը ավել է, այսքանը թող գնա ողորմության, այսքանը ավել է թող գնա օգնության։ Մեծահարուստներն ենք, դե եկեղեցու սովորությունն է, ես մտանք մի բան գցենք գանձանակի դուրս։ Ավելն ենք։ Եվ երբեմն այրիկին ենք, երբ կարիքը ունենք Աստծո առաջ պարզ կապնելու։ Ես չեմ ուզում ուղղակիորեն այս մեկնության անդրադառնալ։ Ուզեմ այլաբանորեն անդրադառնալ։ Աստված կյանքում մեզ բազմաթիվ առիթներ է տալիս ունենալու։
ոչ միայն նյութական, դրամական հաջողություն, այլ այն ամեն ինչ, որ մեր կյանքը զարգանում է եւ մեզ օգնում է, որպեսզի մենք կարողանանք ապրել այս կյանքում։ Դա կլինի միտքը, դա կլինի իմաստությունը, մեկի համար կլինի կրթությունը, մյուսի համար կլինի աշխատանքը, երրորդի համար կլինի ընտանիքը, իր ընտանիքի խաղաղությունը, վիճակը, այն ամեն ինչ, որ մեզ ավելի լավն է դարձնում, ավելի խաղաղ, դա մեր ունեցվածքը։ Եվ մենք դրանից ուղղակի մի փոքր նվեր ենք անում Տիրոջը։ Այն 10 որոտներից մեկն է միայն հետ գալիս, չէ՞ ասում մեկափակ կար։ Ասում բայց մյուսներն էլ բժշկեցին։ Ինչպես եղավ որ էս մեկը։ Մենք երբեմն մենք այդ 10 որոտների նմանությամբ Տիրոջից ստանում ենք, բայց շատ քիչ քանակով ենք հետ դառնում դեպի Տերը, ասելով որ փառք շատ Տեր Աստված։ Հիմա այրիկինը գլխին Տեր չուներ, այրի էր, անտեր էր, եւ հասկանում էր, որ ինքը Տեր չունի, եւ չունի, մի Աստված ունի, տուն չունի, ընտանիք չունի, որբ է, եւ ունեցածը միայն Աստված է, եւ իր երկու նման սիրելիներս, ոնե ինձ համար իր կյանքն է, այդ երկու նմաները մենք ունենք, տարեսկզբին Աստված մեզ այդ երկու նման տալիս է, դա մեր մարմինն է և մեր հոգին է, երկու նումա է, մարմին և հոգին։ Եվ ասում է տնօրինիր ես երկու նումա, ինչպես կուզես անես։ Կարող ենք տարի սկսել մեծահարուստի նման, մի փոքր բաժին տալ Տիրոջ ասել, Տեր խնդրում եմ այս տարի այնպես արա, որ այն բիզնեսը, որ մտածել եմ, այն գործը, որ մտածել եմ, մի քիչ հաջող ընթանա։ Տարի սկսենք այդ օրդությամբ։ Գնանք մի հատ եկեղեցի, որ հեսա մի շաբաթից բռնելու եմ Չինաստան կամ Դուբայ ապրանք բերելու, Աստծո օրդությամբ տարի սկսենք։ Օրինակ։ Կամ տարի սկսեմ պսակվելով, տարի սկսեմ զավակ ունենալով։ Այս տեսակ նվերներ ենք տալիս Աստծուն, ասում ենք, որ այս հատվածը քոնն է, այս հատվածը տնօրինի, այս հատվածը քեզ ենք տալիս, այն մնացածը մերն է։ Եվ իհարկե կա նաև քրիստոնյայի տեսակ, որ այրի կնոջ նման է մոտենում Տիրոջը։ Ասում է, որ Տեր տարի սկսել եմ, բայց անտեր եմ զգում ինձ, միայնակ եմ զգում ինձ, այրի եմ, դադարկ եմ, այլ բան չունեմ, բացի իմ երկու նումայից, իմ մարմնից ու իմ հոգուց, որը տալիս եմ քեզ, տալիս եմ քո տանձանակին, որտև գիտեմ, որ այստեղից եթե դուրս եկա, այդ երկու նման արժեք չեն ունենալու, եթե քո հետ չեն, եթե դու ինձ հետ չունես։ Ուրեմն սիրելիներս, մաղթանքս հետևյալն է, որ այսօր եթե դուք թողել եք նոր տարվա առավոտ, թողել եք հարևանների տուն գնալ, գալ, բարեկամներին, տարիքով ավելի մեծերին առաջնում ենք գնանք, թե չկնեղանանք, ասել չեկան մեզ այցելության եւ այլ այդ տեսակ հապուշ ավանդությունները թողել եք եւ եկել եք եկեղեցի, նշանակում է, որ դուք այդ այրիկին եք, որ պատրաստ եք ձեր երկու նման անցնել Տիրոջ, որ ձեր կյանքն է, ոչ միայն հոգևոր կյանք, այլ նաեւ մարմնավոր կյանք, որովհետեւ տարվա ընթացքում այդ մարմինը պետք է, որ մենք կարողանանք մեր հոգևոր պահանջները նաեւ արտահայտել, գործենք այս կյանքի մեջ, արարենք այս կյանքի մեջ։ Եվ իմացենք ձեր ներկայությունը ոչ ինձ է, ոչ սարգալատներին է, ոչ տպիրներին է, ձեր ներկայությունը Քրիստոսին է, որտեղ հիշում եք դրվագի մեջ, տաճարի մեջ շատերը կային, բայց Քրիստոս տեսավ այդ մեջ։ Ուրեմն Քրիստոսի աչքի առաջ եք եւ Քրիստոս է տեսնում յուրաքանչյուր մարդու, որ այցելում է։ Եվ սա ամենակարևոր բանն է։ Հետևաբար թող այս առավոտյան մեր տարեբուդի աղոթքը լինի, որտեղ քեզ եմ հանձնում ոչ միայն իմ հոգին, այլ նաեւ իմ մարմինը։ Քեզ եմ վստահում ոչ միայն իմ ունեցածի մի մասը, որ իմ կինն է, իմ զավակներն է, իմ տունն է, այլ քեզ եմ վստահում նաեւ իմ ամբողջ ունեցածը, որովհետև այն ինչ որ ունեմ, քո տվածն է, այն ինչ որ ունեմ, քեզ է պատկանում։ Հետևաբար ես այս պահին որևէ բան չունեմ, բացի քեզանից։ Ուրեմն սիրելիներս, եկաք տարին սկսելու Քրիստոսով, Քրիստոսի հետ
գեղացեք այդ տարին։ Աղքատացեք այրի կնոջները, հոտապեք ձեր միտքը ավելորդ ծանրաբեռնվածություններից, դադարվեք ձեր սիրտը ավելորդ հակառակություններից, որոնք նեխած են արդեն, թողեք ձեր հոգին ավելորդ լարվածությունից, որովհետև այն ինչ որ պիտի կանեք Աստված է, իսկ Աստված չի սիրում ուրիշ բանի հետ տեղավորվել մեր անձերի մեջ, մեր մտքի մեջ, մեր հոգու մեջ։ Ուրեմն որպեսզի Աստծուն կարողանաք ընդունել եւ Քրիստոսով տարին անցկացնել, ուրեմն այդ երկու լումաներ ձեր տվեք Տիրոջը եւ աղքատացած վերցրեք Քրիստոսի նկատմամբ ձեր սերը, վստահությունը եւ իր ներկայությունը եւ մտեք նոր տարի առաջիկային նաեւ Սուրբ Ծնունդը, որպեսզի կարողանանք իսկապես պարուղվեք, հագնեք եւ կրեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին ձեր անձերի մեջ։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորին, որ իսկապես Քրիստոսով տարին կանաչում մենս համար եւ ամենակարևորը շնորհանանք, որ Քրիստոս սերը, իսկ այդ սիրո մեջ ամեն ինչ տեղավորվում է։ Աստծո սերը, շնորհը եւ խաղաղությունը Տիրոջից է այժմ եւ միշտ եւ հավիտյան։ Ամեն։